Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Օրհնյալ, որ գալիս ես Տիրոջ անունով, Օվսաննա, օրհնությունի բարձունս։ Ահա այս խոսքերով են սիրելի ավատավոր քուրեր եւ եղբայրներ դիմավորել Քրիստոսին, երբ որ 2000 տարիներ առաջ նա կատարեց իր հաղթական մուտքը Երուսաղեմ։ Եվ այսօր դարեր անց մենք հիշատակում ենք այդ իրողությունը որպես կարևորագույն կետ մեր եկեղեցու կերտման կենսագրության մեջ, որովհետև ամեն մի տոն, ամեն մի ծիսակատարություն, որ եկեղեցում իրագործվում է, նպատակ ունի եւ այդ նպատակը այլ բան չէ, քան մասնակցություն Հիսուս Քրիստոսի կյանքին։ Մեր Տերը ապրեց, իսկապես ապրեց, գործեց, շփվեց մարդկանց հետ, հնարավորություն տվեց մարդկանց իր հետ հաղորդակցվելու, առերեսվելու եւ այդ շփման հնարավորությունը նա պահեց դարեր շարունակ, այսինքն երկրից հեռանալով նա եւս մեզ հնարավորություն տվեց շարունակելու մեր շփումը Աստծո հետ։ Եվ այդ շփումը ավելի վառ պահելու համար եկեղեցին մեզ տալիս է հստակ հոգևոր ճանապարհ։ Եվ ծաղկազարդը այն միաժամանակ եւ ուրախ եւ տխուր կետն է մեր Տիրոջ կյանքից։ Ուրախ, որովհետեւ շատ մարդիկ ճանաչեցին Հիսուսին որպես թագավոր եւ դիմավորեցին իրեն մեծ փառաբանությամբ, օրներգությամբ իր ճանապարհին փռելով գեղեցիկ ոստեր, արմավենու ճյուղեր, ծաղիկներ, իրենց հագուստները հանում էին եւ ամբողջ ճանապարհը Երուսաղեմ մտնող գեղեցկացված էր այդ հագուստներով, այդ ծաղիկներով եւ մարդկանց օրներգությամբ։ Դա էր այն բերկրանք եւ ուրախությունը, որը մենք այսօր եւ զգում ենք, իսկ տխրությունը այն էր, որ Հիսուսը գիտեր, որ մեկ շաբաթ հետո այդ նույն ժողովրդի աչքի առաջ նա պիտի խաչը բարձրանա եւ պիտի իր կյանքը զոհաբերի հանուն այն մարդկանց, որոնք միգուցե շաբաթ առաջ բացականչում էին Օվսաննա, օրհնություն, իսկ մեկ շաբաթ հետո պիտի բացականչեին խաչը հանիր նրան։ Եվ մարդկանց սպասումները չափազանց շատ էին Հիսուսի անձի հետ կապված եւ երբ որ նա մտնում էր Երուսաղեմ, դա հատուկ ծիսակատարություն էր, ինչպես դիմավորում էին թագավորին։ Այսինքն երբ որ թագավորը պիտի մտներ գյուղ կամ քաղաք, մարդիկ ունեին ձևաչափ, որով այդ թագավորին պիտի դիմավորեին։ Եվ քանի որ Իսրայելի ժողովուրդը դարեր շարունակ չուներ թագավոր։ Քրիստոսից առաջ դեռ 5-րդ դարում տարվել էր Բաբելոնյան գերություն եւ այնտեղից հետ գալով չկարողացավ վերականգնել իր թագավորությունը եւ այդ պետականության բացակայության դեպքում մեծ փափագ ուներ, մեծ ցանկություն ուներ, որ վերջապես պիտի գա Աստծո կողմից ուղարկված թագավորը եւ բերի խաղաղություն, իրական խաղաղություն, որը պիտի թագավորի եւ ամբողջ աշխարհում եւ իրենց մեջ դադարեին պատերազմները, մարդկանց մեջ կատարված բոլոր վեճերը եւ պիտի հաստատվեր Աստծո կողմից ստեղծված թագավորությունը։ Սակայն երբ որ Հիսուսը բացահայտ մարդկանց ցույց տվեց, բացատրեց, թե ինչպիսի թագավորությունն է իր բերած թագավորությունը եւ նա ինչ նպատակ ունի մարդու հետ, այդ մարդկանցից շատերը ապրեցին հիասթափություն, որովհետև այլ ձև էին պատկերացնում այդ թագավորի մուտքը։ Հիսուսը բացահայտեց այն, որ նա եկավ ոչ թե հաղթելու այս կամ այն թշնամուն, այլ մարդու մեծագույն թշնամուն հաղթելու, մեղքը, որ մտել էր մարդկային կյանք եւ ապականել էր մարդուն, հաղթելու մարդու մեջ եղած հակառակությունը, չարի բոլոր ազդեցությունները եւ վերջապես հաղթելու մահվանը։
Դա էր Տիրոջ ծրագիրը եւ այդ թագավորի ծրագիրը չիրագործվեց շատերի համար, որովհետեւ իրենք այլ սպասելիք եւ այլ ակնկալիք ունեին սիրելիներս։ Եվ թագավորի կերպարը, որը Քրիստոս ցույց տվեց, նման չէր մնացած բոլոր թագավորներին։ Ինչպես Զաքարիա մարգարեն էր ասում, որ ահա քո թագավորը գալիս է հես, հեծյալ էշի եւ ավանակի վրա։ Չեկավ թագավորական երկրային ուժով, կառքերով, մարտական դիրքով, այլ ավանակի վրա մտավ Երուսաղեմ, որտեղ ավանակը այն խաղաղ փոխադրամիջոցն էր, որով մարդիկ մտնում էին ոչ թե պատերազմի համար, այլ խաղաղության համար։ Եվ Հիսուսի ներկայությունը շատ բան փոխեց մարդկանց կյանքում եւ Հիսուսի ներկայությունը որպես թագավոր փոխել եւ շարունակաբար փոխում է մարդկային կյանքի ընթացքը եւ մարդկային կյանքի բովանդակությունը սիրելիներս։ Եվ մենք երբ որ առնչվում ենք այս տոնին, երբ որ զարդարում ենք եկեղեցին եւ ինքներս մեզ որպես քայլող եկեղեցիներ այդ ճյուղերով, ոստերով, մենք գալիս ենք այն խորը գիտակցության, որ Հիսուսը իսկապես մեր թագավորն է։ Մեր կյանքում տեղի ունեցած բոլոր խնդիրները, դժբախտությունները, պատոհասները, թե ներանձնական առումով, թե ազգային առումով, թե համամարտկային առումով, նրանից են բխում, որ մարդիկ այդուհանդերձ չեն ընդունում եւ չեն ճանաչում Քրիստոսին որպես միակ եւ ճշմարիտ թագավոր, ով որ ստեղծել է երկինքն ու երկիրը եւ ով որ նախ եւ առաջ պիտի իշխի մեր մեջ, ում օրենքը, ում գրված սահմանները, կանոնները եւ ապրելակերպը պիտի իրագործվի։ Եվ դա է կոչվում Աստծո թագավորության գալուստ, երբ որ մարդիկ ընդունում են թագավորի օրենքները եւ կանոնները։ Եվ մենք շատ հաճախ այդ բացակայությունը զգում ենք շոշափելի։ Մարդիկ այսօր ամբողջ աշխարհում խառնաշփոթի մեջ են։ Մարդիկ փափագում են խաղաղության։ Մարդիկ ամեն ինչ ունեն, որպեսզի ապրեն խաղաղ, համերաշխ եւ երջանիկ։ Աշխարհի բարիքները բավականեցնում են բոլոր մարդկանց, Աստված ամեն ինչ տվել է այս աշխարհում, որպեսզի մարդիկ լինեն խաղաղ, համերաշխ եւ երջանիկ։ Սակայն մարդիկ չեն ապրում խաղաղ, համերաշխ եւ երջանիկ, որովհետեւ չեն ընդունել Քրիստոսին որպես թագավոր եւ իր բերած խաղաղությունը եւ իր բերած ապրելակերպը տակավին չի դրոշմվել մարդկանց մեջ։ Մենք եւս փափագում ենք խաղաղության, ասում ենք, որ մենք ուզում ենք, որպեսզի մեր կյանքը լինի խաղաղ։ Մենք հոգնել ենք հաճախ պայքարից, պատերազմներից, անկումներից եւ ամեն ինչից։ Սակայն չեն գտել ճիշտ բանաձևը եւ ճիշտ ճանապարհը այդ խաղաղության հասնելու, որտեղ խաղաղության թագավորը Հիսուս Քրիստոսն է, սիրելիներս։ Նա խաղաղության արքան է, այդպես է Եսայի մարգարեն ներկայացնում իրան եւ իր անձի ընդունումն է բանալին հասնելու իրական եւ լիարժեք եւ խաղաղ կյանքի։ Առանց իրեն ընդունելու որպես թագավոր մենք չենք կարող հասնել կյանքի լիարժեքության, որտեղ ամեն մարդ ինքը իրեն է թագավոր համարում։ Ամեն մարդ իր երեխային դաստիարակում է, որ այդ երեխան իրեն զգա որպես թագավոր, իրեն ամեն մարդու մեջ իր եսն է գալիս որպես թագավոր իր կյանքի եւ այն մարդիկ, ովքեր հաջողվում են այդ եսը առաջ տանելու եւ իրենց հասարակության մեջ ավելի բարձր դասելու, փորձում են իրենց պատկերացրած թագավորություն, իրենց պատկերացրած օրենքներով ստեղծել։ Եվ ինչքան շատ է թագավորում մարդկային եսը, մարդկային ամբիցիաները, այնքան շատ է հակամարտությունը, որտեղ եթե կա մեկ թագավոր եւ բոլոր այդ թագավորին ընդունում են, հաստատում այդ թագավորի իշխանությունը, եթե կա 10 թագավոր, այդ 10 թագավոր միշտ իրար հետ կռվում են։ Եթե կան 100,000-ավոր թագավոր իրենց համարողներ, ապա մշտապես բախումների,
հակառակության, վիճաբանության առարկա է դառնում այս երկիրը։ Եվ դա մենք հաճախ տեսնում ենք, սիրելիներս։ Եվ երբ որ Հիսուսին դիմավորում են Երուսաղեմ մտնելիս, մարդիկ ինչ են անում, իրենց հագուստները հանում էին եւ փռում էին Հիսուսի ոտքերի առաջ։ Հագուստը հին աշխարհում չի եղել միայն մերկությունը ծածկող միջոց, այլ հագուստը եղել է մարդու հասարակական կարգավիճակը շեշտող հանգամանք։ Այսինքն, ով որ համապատասխան գույնի հագուստ էր կրում, ուներ հասարակության մեջ համապատասխան դիրք։ Դա ինչ որ չափով պահպանվել է մեր եկեղեցու կարգի մեջ, որտեղ քահանան մի գույնի հագուստ է հագնում, եպիսկոպոսը ուրիշ գույնի եւ այլն։ Եվ հին հասարակությունը այդպես է եղել։ Ծիրանին կարող էր հագնել թագավորը, իշխանները կարող էին կրել գունավոր հագուստ, ստրուկները իրավունք չունեին կրելու գույնզգույն հագուստ եւ այլն։ Եվ ինչ կատարվեց, մարդիկ իրենց հասարակական կարգավիճակ, այսինքն այն ինչ որ իրենց բարձրացնում է մարդկանց արժև հասարակության մեջ, իրենց վրայից հանում էին եւ փռում էին Քրիստոսի ոտքերի արժև։ Եվ այդպես է հաստատվում Քրիստոսի թագավորությունը, երբ որ մենք պատրաստական ենք այն ինչ որ մեզ բարձրացնում է կամ այն ինչ որ մեզ ցածրացնում է, այն ինչով մարդիկ մեզ ճանաչում են, այդ հագուստով են մարդիկ մեզ ճանաչում, հանել եւ դնել Քրիստոսի ոտքերի առաջ եւ ասելու որ Տեր, ահա մենք պատրաստ ենք քեզ ընդունել, դու ես որ գալիս ես Աստծո անունով եւ դու ես մեր կյանքի թագավորը։ Եվ ծաղկազարդը դրա մասին է, սիրելիներս, Քրիստոսին որպես թագավոր ընդունելու։ Նույնիսկ պատրաստական լինելու գնալու որոշակի զիջումների, մաքրագործման, ինչպես Տերը մտնելով Երուսաղեմ մաքրեց տաճարը, այնտեղից դուրս հանեցնում այափոխներին եւ վաճառականներին այդ առևտուրը, որ կատարվում էր Տիրոջ տաճարում։ Այդ նույնը մենք պիտի պատրաստակամություն հայտնենք նվիրագործելու, զոհաբերելու Աստծուն, որտեղ նա գալու է մեր կյանք, եթե մենք ճանապարհը բացենք իր համար, եթե հանենք այն արտաքին դիմակը, որը կրում ենք, այն հագուստը, որ կրում ենք եւ դնենք Քրիստոսի ոտքերի առջև, նա գալու է մեր կյանք։ Եվ մեծ պահքը հենց դրա մասին է։ 40 օրեր մենք պատրաստվել ենք։ Մեծ պահքը սահմանված է եղել, որպեսզի մենք կարողանանք մեր եսը հաղթահարել, մեր այն ինչ որ մեզ բոլորից բաժանում է իրարից, դա հաղթահարել եւ ընդունել մեր կյանքի գահում Քրիստոսին, ընդունելու իր խոսքը որպես գերագույն ճշմարտություն եւ իր անձը որպես գերագույն հեղինակություն մեր կյանքում։ Եվ ծաղկազարդի ճյուղերը մեզ այդ պսակները, որ մենք հյուսում ենք եւ դնում ենք մեր եւ մեր երեխաների գլուխներին, մեզ հիշեցնում են այն մասին, որ Տերը իր թագավորությունը հաստատեց երկրի վրա։ Եվ Տիրոջ թագավորությունը հավիտենական է լինելու, եւ մենք մասնակից ենք այդ թագավորությանը։ Մեզ արդեն տվել է այդ տոմսը, որպեսզի մենք ապրենք Աստծո հետ եւ վայելենք թե այս աշխարհում, թե հանդերձյալում Տիրոջ կողմից ապարգևած բարիքները։ Պսակը, որ մենք դնում ենք մեր գլխի վրա, մեզ հիշեցնում է առաջինը, որ մենք Աստծո արքայության զավակներն ենք, եւ երկրորդը, որ դրա գինը Քրիստոսի խաչն է, երբ որ փշե պսակը իր գլխի վրա դրվեց եւ իր արյունով նա գնեց մեզ այս աշխարհի թագավորությունից, որտեղ որ թագավորում էր մեղքը, չարիքը, ամեն տեսակի կեղծիկը, սուտը, եւ իր թագավորության համար մեզ փրկագնեց, որտեղ թագավորում է Աստծո ճշմարտությունը, Աստծո սերը եւ Աստծո կողմից տրված խաղաղությունը։ Եվ այդ գիտակցումով ենք մենք մոտենում Սուրբ Զատկի խորհրդին։ Ծաղկազարդը մեզ ասում է պատրաստիր ճանապարհը Հիսուս Քրիստոսի համար, որպեսզի նա թագավորի քո կյանքի մեջ, որպես նա լինի քո կյանքում առաջին տեղը։ Երբ որ նա առաջին տեղում կլինի քո կյանքում, քո բոլոր հարցերը, քո բոլոր խնդիրները կլուծվեն։ Երբ որ նա առաջին տեղը կլինի քո ազգի համար, քո ազգի բոլոր խնդիրները կլուծվեն։ Եթե նա առաջին տեղում կլինի մարդկության համար, մարդկության բոլոր խնդիրները կլուծվեն։ Այլ ճանապարհ չկա, սիրելիներս։ Եվ մենք պիտի այդ պատգամը ընդունենք մեր մեջ։ Մենք պիտի հանենք մեզանից այն ավելորդը եւ փռենք
Հիսուսի ոտքերի առաջ եւ ընդունենք իրան որպես թագավոր, որպեսզի իր հարության տոնին մենք կարողանանք զատկական ուրախությամբ փառաբանություն հայտնել Տիրոջը եւ մտնել իր խորհրդավոր արքայության մեջ։ Աստված թող օրհնի բոլորիդ, Աստված թող իր թագավորության զորությունը սփռի բոլորիդ վրա եւ Աստծո շնորհը, սերը եւ օրհնությունը թող առաջնորդի ձեզ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն